24-ի ռանդևու հաղորդման հյուրն էր դերասանուհի Իրանուշ Ավոյանը։ Star News-ը հետևեց հարցազրույցին, որի ընթացքում դերասանուհին անկեղծացավ և ցավով նշեց, որ չունի կողակից։ Հաջորդ ամիս դառնում եմ 27 տարեկան արդեն։ Պաշտպանողական ռեակցիա է գործի դրվում, երբ նման առաջարկ է լինում։ Ինձ թվում է, ինչ-որ ցավերից, վախերից է։ Միշտ տեսնում եմ կողքիս ինչ է կատարվում, դրանից եմ եզրակացություն անում։ Կարող եմ ասել 2% են ընտանիքները, որոնք հավատացյալ են, չեն դավաճանում և այլն։ Ամոթ կլինի սրա մասին ասելը, բայց Հայաստանում իմ հետ ամենաշատը փորձում են ծանոթանալ ամուսնացած տղամարդիկ։ Հասկանում եմ, որ չեմ կարող վստահել հայ տղամարդու, որովհետև բոլորի աչքերը աջ ու ձախ է։ Ինձ ի սկզբանե թվում էր, որ ես Ռուսաստանից եմ, դրանից է, բայց հետո հասկացա, որ մարդիկ ուղղակի փորձում են, շատերը։ Տենց են վերաբերվում իրենց ընտանիքին ու էդ իմ համար նորմալ չի։ Դրա համար ես վախենում եմ ու ոչ մեկին չեմ ընդունում։ Ասատուրի հարցին, թե կարող է գալ ժամանակ, որ ներկայիս վախերի ու պաշտպանողական ռեակցիայի համար մեղադրի իրեն, Իրանուշ Ավոյանը պատասխանեց. Արդեն մեղադրում եմ, նենց չի, որ հպարտ մենակ ապրում եմ, լինում ա, որ գիշերները լացում եմ։ Տարօրինակ բան կասեմ, բայց բոլոր մարդիկ չէ, որ նույն կյանքը պիտի ապրեն, բոլոր կանայք չէ, որ եկել են երեխա ունենան, ընտանիք պահեն։ Իհարկե դա իդեալական է, բայց ես էլ շատ նպատակներ ունեմ Հայաստանի համար։ Ախի, այն խղճինունից թարսնայեցի, ռիսկ չար այստեղով կանցնի։ Լրիվ մանկապարտ ես, տանում շրջապատ եմ մտցնում, որ մեկի հետ պսակվի, սաղ կանում ասում են քուրը չոբան ա, ես էլ ասում եմ չոբան չի, տունը մնացած ա։ Իա, ծաղջիկ ջան, այդ դուր գնացիր առաջի ուզողի ճագատը պաչեցիր, ես քեզի բանսեցի, ես քեզի բանջսեցի։ Նախ առաջին օրը չեմ պաչել, ինձ լավ ձիք էի պահում, մինչև մեր տուն չեկավ։ Հա, 5 օր տուդա-սուդա, դիք պագոդա չի 5 օր չի, 7 օր ա։ Ու вообще ինձ հանգիստ թողեք, հա, ես ինձ համար հանգիստ տունը մնացած եմ, դուր պսակվել ես, մարդու դե ծախոր իրար միս կուդեք, ես միս ուդող չեմ, ես վեգետարիանից եմ, ինձ հանգիստ թողեք, ես ու չեմ դիման։ Աղջի, էֆեկտը հենց էդ ա, ամրապնդվում եք, ներվերը պնդանում ա։ Սրա ներվերը լավ թելեց ա։ Մեզ պսակվածին էլ ինչ լավ բան ա, մարդս ընդեղ սաղ գործեր անում ա, ճաշը էփում ա, իսկ դու սաղ մենակ ես անում։ Նանո։ Հա։ Արի տուն հելես, ճաշը թողել ես վրեն տակը կպել է, այն դվածքի տակից ջուրա չռում, հարթուկը թողել ես շորի վրա, շուտ արանցին ես էլ է։ Քեր ասել ես հավատկանում, եկա կյանքս, եկա մի չայնացի, եկա։ Չէ, մնայք տունը մնացած քերոջը թեք։ Ժողովուրդ ջան, դե մի մեկնաբանությունում կիսվեք, ետ է լավ, պսակված, թես մենակ կայֆոդ ավրելն է լավը։ Արիան ու Անին որոշել են ձեզ համար ես գոնե թրենդը նկարեն։ Ես գոնե առաջին պատահած տղու համար չեմ հասնում աշխարհի ծեր։ Ես գոնե երկու տղեկին մատներից արանքով չեմ ֆրծնում։ Ես գոնե ունենալով ինձից ցածրահասակ ընկերուհի միշտ բարձրակրունկներով կողքման չեմ գալիս։ Շորիս կպով, շորիս ես կպնում արդեն։ Ես գոնե դեմ դիմաց ինձ պրյամոյ մարդու դեմքին ասում եմ, ոչ թե քո նման նվնվում եմ։ Ես գոնե մարդուն բարև տալուց առաջ գրպանի հաստությունը չեմ նայել, տենց բուժնիկը հաստատ։ Լավ եմ անում, այ քեզի բան։ Իրար ստիժում եմ։ Բարև ձեզ։ Ոնց եք վերաբերում դուրս եկայնող համբուրվող զույգերին։ Ոյ, կարևորը իրար չատեն, չանիցեն, ինձ թվում է, թող սիրեն էլի իրար, վատ բան չեն անում։ Ճիշտ է, մենք մի քիչ վատ ենք զգում դրանից, որովհետև մենք չունենք զույգ, չունեմ ներկամպայի սիրելի, բայց ոնց որ ասում է պապան, մի օր էլ մեր հայատը գրուզավիկ շուր կգա։ Իմ հեռախոս համարը 077։ Մերսի շատ։ Վերջ։ Այո։ Այդքան խնդիրները Հայաստանում թողած զույգերի հետևից եք ընկեր, շնորհակալություն։ Честно, наслаждаюсь вообще этим мгновением, этой секунды, потому что сидеть на своей родной земле, блин, среди армян, это так круто для меня. Анюша, какие мужчины тебе нравятся? У меня требования маленькие. Мы как патриоты, мы друг друга поймем, честное слово. Не лже, не вот эта футболка Армении, не вот эта тема. Моя линия любовь. Как внешность будет у твоего мужчины? Как у тебя? Где он должен работать? Сколько зарабатывает? Очень много. Не дура. Нет, ну в смысле. Еще вопрос не решил. То есть... Значит, каждый задать тут такой вопрос. Нормально. А как делать это? Я не спрашивала, как их внешность.
Ты в Таиланде у всех спросила про заработок, кто сколько зарабатывает. Ժողովուրդ ջան, հիմա մեր զինվորների մասին էլ այդ մի պահ դուք էլ ասեք, հետո կշարունակեք, լավ։ Сейчас угорать будет. Сейчас это ты пойдешь. Коротенький, так же одну. Через 3 часа. Давай, начинай. Если ладно, ну я рэպը ոնց որ կարում եմ։ Սատուրը իր բուտիկով շշի հետ մնում է մեզ հետ ու գնում է տուժած։ Յո։ Զիպին ինքնիր անատա։ Զոնգան չէ տանոպես չի։ Кстати, вы первый, кто об этом узнал, я еще никому не говорила. Офигеть! Новый проект. Главная героиня? Да ну нахер! Ах, чи? Главная героиня? Сказать, у меня прекрасная семья, чудеснейшие родители, это мои друзья. Вот мне только без них очень тяжело жить вообще в этой жизни. Я, значит, У Радош, кстати, курсы по речи. Кто хочет? я хочу. Мне тоже нужно. Я вот помогу. У меня стихотворение, которое мне прислал в директ один парень с письмом, то что Ранушджан, это Шелинем, он был тогда на границах. Прочитай этот стих моей маме, пожалуйста. К сожалению, его с нами уже нет, но я уверена, что его произведение будет жить с нами вечно, потому что я стараюсь везде его читать. Եթե ես զոհվեմ, ինձ մոտ մի եկեք հարգանքի համար։ Մեր տուն գնացեք ու մորս հետ խոսեք։ Թող իմ կարոտը ձեզանից առնի։ Եթե հյուրասիրի բալի մուրապա, մի հրաժարվեք։ Մեծ կին է մայրս, չթողնեք նեղվի։ Նրան ասացեք, որ էլ չեմ գալու։ Օրերն աշվելուց բարակ մատներն իզուր չծալի։ Մորս փոխանցեք, որ մորս ոտքերին մի տակ շոր գցի։ Մորս ոտքերը հանկարծ չսարչի։ Չշնջացեք նրա ականջին, որ ես ցավում եմ իրեն հրաժեշտ չտալու համար։ Ներողություն խնդրեք իմ փոխարեն։ Ներողություն խնդրեք, որ այսօրվանից ոչ թե ես իրեն, այլ ինքն է ինձ ծաղիկներ նվիրելու։ Մորս փոխանցեք վերջին նվերը։ Թող գլխաշորին կապի ու աշխարհին ցույց տա։ Աշխարհին ցույց տա, որ հերոս ունի։ Спасибо. Спасибо ему и всем нашим героям.